Իմ անունը Հակոբ է, եւ եթե ես երբևէ կասկածներ ունեի ընտանիքում իմ տեղի մասին, ապա դրանք անհետացան այն օրը, երբ իմացա կտակի մասին։ Դա նույնիսկ ինչ-որ դրամատիկ խոսակցություն չէր, որտեղ ծնողներս ինձ անձամբ հայտնեին նորությունը։ Ոչ, ես դա իմացա բոլորովին պատահական, զուտ հիմար բախտի շնորհիվ։ Դա տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, երբ ես նրանց տանն էի։ Այն նույն տանը, որի համար վերջին 5 տարիներին օգնել եմ վճարել։ Հիփոթեք, պարբերական գնումներ, ամեն ինչ, ինչ կոտրվում էր, ես էի վերանորոգում։ Ես էի այն մեկը, ով պահում էր ամեն ինչ ընթացքի մեջ։ Այն դեպքում, երբ իմ եղբայր Արմենը բացարձակապես ոչինչ չէր անում։ Եվ երբ ասում եմ ոչինչ, նկատի ունեմ բառացիորեն ոչինչ։ Ոչ աշխատանք, ոչ պարտականություններ։ Միայն անվերջ սոլություն, սպասելով, որ կյանքն ամեն ինչ իրեն մատուցի արծաթե սկուտեղի վրա։ Եվ կարծես ծնողներս միայն ուրախ էին նրան այդպիսի կյանք ապահովել։ Այդ օրը ես օգնում էի հորս փաստաթղթերի հետ, քանի որ նա խնդրել էր ինձ կանավորել մի քանի թուղթ, իրավաբանական եւ ֆինանսական փաստաթղթեր։ Ես նույնիսկ չէի մտածում դրա մասին, մինչև չտեսա մի թղթապանակ, որի վրա գրված էր ժառանգության պլան եւ վերջին կամք ու կտակ։ Ես սովորություն չունեմ խորամուխ լինել ուրիշի թղթերի մեջ, բայց հետաքրքրությունն ինձ հաղթեց։ Ի վերջո, ես էի այն մեկը, ով հոգ էր տանում, որ նրանք տուն ունենան։ Բնական էր, որ ես հետաքրքրվեի, թե ինչպես են նրանք տնօրինել իրենց ունեցվածքը ապագայի համար։ Իմ սիրտն ուղղակի սեղմվեց։ Ամեն ինչ, տունը, խնայողությունները, ակտիվները անցնում էին Արմենին։ Իմ մասին նույնիսկ հիշատակում չկար, բացի սովորական տողերից։ Նրանք հավասարապես սիրում են իրենց երկու որդիներին, հավասարապես ասում են։ Հենց այդ պատճառով էլ նրանց ոսկե տղան ստանում էր ամեն ինչ։ Իսկ նա, ով իրականում պահում էր նրանց, նույնիսկ նշված չէր։ Ես ամոթ զգացի, ես վճարում էի նրանց հաշիվները, հոգ տանում, որ միշտ սնունդ ունենան։ Իսկ նրանք ձեռքերը ծալած նստած պլանավորում էին մի ապագա, որտեղ ինձ համար տեղ չկար։ Իսկ Արմենը, նա ոչ միայն ծույլ էր, այլև համոզված էր իր առանձնահատկության մեջ։ Երբեք չէր օգնում, ոչ մի ռումա չէր տալիս, բայց ինչ-որ կերպ համոզել էր ծնողներին, որ հենց ինքն է արժանի ամեն ինչին։ Գուցե որովհետև նա կրտսեր որդին է, մտածում էի ես։ Գուցե որովհետև նրանք միշտ փայփայել են նրան, եզրակացրի, կամ գուցե նա գիտեր, թե ինչպես խաբել նրանց։ Ինչ էր որ լիներ պատճառը, նրանք իրենց ընտրությունն արել էին։ Ես նստած էի հայացքս հառած թղթերին, իսկ ձեռքերս դողում էին զայրույթի եւ դավաճանության խառնուրդից։ Որքան ժամանակ էին նրանք դա պլանավորել, մտածում էի ես։ Միշտ էին ցանկանում ինձ օգտագործել որպես ֆինանսական բարձ, առանց որևէ հաշվետվության, եզրակացրի։ Գոնե մեկ անգամ գնահատել են այն, ինչ ես արել եմ նրանց համար։ Չգիտեի։ Չգիտեմ, թե որքան ժամանակ այդպես նստած մնացի, բայց ինչ-որ պահի հայրս նկատեց, որ ես ոչինչ չեմ զգանավորում։ Ինչու է այդքան երկար տևում, հարցրեց նա մտնելով սենյակ։ Ես նույնիսկ չփորձեցի թաքցնել կտակը, պարզապես բարձրացրի այն եւ ուղիղ նրա աչքերին նայելով ասացի. ուրեմն այսպես է, ամեն ինչ, Արմենին, այն բանից հետո ինչ ես արել եմ ձեզ համար։ Որ դեմքը մի վայրկյան գունատվեց, բայց հետո նա պարզապես ծանր հառաչեց։ Կարծես իմ առջև կանգնած լիներ մի քմահաճ երեխա։ Դա այն չէ, ինչ դու մտածում ես, ասաց նա։ Իսկապես, բղավեցի ես, որովհետև ինձ համար ամեն ինչ պարզ է։ Ես վճարում եմ ձեր հիփոթեքը, գնում եմ ձեզ սնունդ, վերանորոգում եմ այս տունը։ Մինչ Արմենը բացարձակապես ոչինչ չի անում, եւ միևնույն է, նա է միակը, ով կարևոր է։ Հայրը անհարմար տեսք ուներ, բայց նորմալ բացատրության փոխարեն միայն մրթմրթաց։ Ամեն ինչ բարդ է, եւ դա ամենն էր։ Ոչ մի ներողություն, ոչ մի փորձ ինչ-որ կերպ արդարացնելու իրենց որոշումը։ Միայն խղճուկ պատրվակ եւ սպասում, որ ես կուլ տամ դա ու կշարունակեմ լինել նրանց քայլող բանկոմատը։ Ես պետք է այդ պահին շրջվեի եւ հեռանայի, բայց ես պետք է դա լսեի երկուսից էլ։ Հնչեցի ես։ Նա մտավ սենյակ եւ տեսնելով կտակը ձեռքերիս մեջ, գոնե մեղավոր տեսք ուներ, բայց նրա ասած խոսքերը ստիպեցին արյունս եռալ։ Սիրելիս, քեզ ժառանգություն պետք է, մեղմ ասաց մայրս, կարծես ինձ լավություն էր անում։ Դու լավ աշխատանք ունես, անկախ ես, իսկ Արմենին, նրան դժվար է։ Մենք պարզապես ուզում ենք համոզվել, որ նա ապահովված կլինի։ Դա ինձ կոտրեց։ Նրանք նույնիսկ չէին փորձում արդարանալ։ Նրանք լավ գիտեին, թե ինչ են անում, եւ իրենց մտքում դա լիովին արդարացված էր։ Տարիներ շարունակ նրանք խրախուսել էին Արմենի ծուրությունը, եւ հիմա ավարտում էին դա, նրան պարգևատրելով ամեն ինչով։ Իսկ ինձ պարզապես դեն էին նետում, որպես անպետք մանրուք։ Ես խորը շունչ քաշեցի, սեղմեցի ծնոտներս եւ կտակը դրեցի սեղանին։ Հասկացա, ասացի ես, սառցե ձայնով։ Ուրախ եմ իմանալ, թե որտեղ է իմ տեղը։ Հետո շրջվեցի եւ դուրս եկա տնից, անտեսելով նրանց բողոքները եւ ուժգին փակելով դուռը։ Նրանք արել էին իրենց ընտրությունը, հիմա իմ հերթն էր։
Ես այլևս չվերադարձա այդ տուն, չզանգեցի, չհետաքրքրվեցի, թե ինչպես են նրանք։ Առաջին անգամ երկար տարիների ընթացքում ես թույլ տվեցի, որ նրանք ինքնուրույն հոգան իրենց խնդիրները։ Ինչ որ բան կոտրվել է, թող ինքնուրույն հաշվեն, մտածում էի ես։ Սնունդը վերջացել է, թող ինքներս գնան խանութ։ Իսկ ամենակարևորը, եթե հիփոթեքի հաշիվ գա, դա այլևս իմ գոնդը չէ։ Հանգստությունը տևեց մոտ 2 շաբաթ։ Կարծում եմ սկզբում նրանք որոշել էին, որ ես պարզապես նեղացել եմ եւ շուտով, ինչպես միշտ, կվերադառնամ։ Հավանաբար սպասում էին, որ կհանգստանամ եւ կընդունեմ իրենց որոշումը։ Բայց օրերն անցնում էին, իսկ իմ կողմից ոչ մի խոսք, եւ որ ավելի կարեւոր է, ոչ մի փող։ Հնարավոր էր ուղղակի զգալ, թե ինչպես էին փոխվում նրանց վերաբերմունքը։ Եվ ահա, մի օր իմ հեռախոսը թրթռաց հաղորդագրություն հորից։ Բույքահարկի վճարման ժամկետը մոտենում է եւ վերջ գրված էր։ Ոչ մի բարև, ինչպես ես, ոչ մի ներողություն այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ։ Ոչ մի մենք իսկապես գնահատում ենք այն ամենը, ինչ դու արել ես մեզ համար։ Պարզապես սառը, գործնական հաղորդագրություն։ Կարծես ես դեռ նրանց անձնական բանկոմատն էի, որին կարող են դիմել ցանկացած պահի։ Ես նայում էի էկրանին, գրեթե զվարճանալով, թե որքան կանխատեսելի էր դա։ Նրանք իսկապես մտածում էին, որ կարող են պարզապես պահանջել փող։ Կարծես ոչինչ չի եղել, զարմանում էի ես։ Կարծես ես կշարունակեմ խաղալ նրանց խաղը, մտածեցի։ Նրանք ինձ հասկացրել էին, որ ես իրենց պետք չեմ։ Ես արագ մուտքագրեցի պատասխան։ Կարծում եմ Արմենը կհաշվի։ Ի վերջո, տունն այժմ նրանն է։ 5 րոպե անց մայրս զանգեց։ Ես չվերցրի հեռախոսը։ Հետո եկավ հաղորդագրություն. Հակոբ, խնդրում եմ, այդպես մի արա, մեզ պետք է խոսել։ Հիմա նրանց խոսել է պետք, մտածեցի ես։ Հիմա երբ հաշիվները սկսել են կուտակվել եւ իրականությունը վերջապես հասել է նրանց։ Դուք արել եք ձեր ընտրությունը, ապրեք դրա հետ, որոշեցի ես։ Ես մտածեցի, որ դրանով ամեն ինչ կավարտվի։ Ես բացարձակապես վստահ էի, որ հստակ արտահայտել եմ իմ դիրքորոշումը եւ ոչ մի կաթիլ չէի զղջում, բայց հետո որոշեց միջամտել Արմենը։ Ուշ երեկոյան ես հաղորդագրություն ստացա նրանից։ Հենց տեսա նրա անունը էկրանին, արդեն գիտեի, որ դա ինձ կհունի ցանի։ Բացեցի եւ իհարկե մաքուր հանդգնություն. Հակոբ, եղբայր, ինչու ես դրամասարքում։ Դա աշխարհի վերջը չէ, պարզապես օգնիր նրանց ինչպես միշտ։ Ես գրեթե ծիծաղեցի։ Աշխարհի վերջը չէ, մտածեցի ես։ Նա իսկապես կարծում էր, որ ես իրավունք չունեմ զայրանալ։ Ես անմիջապես պատասխանեցի. Ոչ, կարծում եմ, հիմա դա քո գոնդն է, ի վերջո, դու մեր ընտանիքի սիրելին ես։ Արմենը պատասխանեց. Աստված իմ, դու լուրջ զայրանում ես այդ կտակի համար։ Հաշվի առ եղբայր, դա ընդամենը փող է։ Ընդամենը փող, կրկնեցի ես մտքում։ Իմ փողը նրանն էր, այն դադարել էր կարևոր լինել։ Դրանում կար ապշեցուցիչ հեգնանք։ Ես սկսեցի պատասխան գրել, բայց քանի որ դա ընդամենը փող է, քեզ համար դժվար չի լինի ծախսել այն հիփոթեքի վրա, այդպես է։ Լրություն։ Մի քանի րոպե անց եկավ եւս մեկ հաղորդագրություն, այս անգամ մորից։ Հիմա նա միացրել էր մեղքի լիարժեք ռեժիմը։ Մենք քո ծնողներն ենք, ընտանիքը պետք է հոգ տանի միմյանց մասին։ Մենք այդքան բան ենք արել քեզ համար, երբ մեծանում էիր, իսկ հիմա դու պարզապես լքում ես մեզ։ Ես խորը շունչ քաշեցի, որ հեռախոսը պատին չշպրտեմ։ Լքում եմ նրանց, կրկնեցի ես մտքում։ Ես տարիներով ամեն ինչ արել էի, որ նրանք հարմարավետ ապրեն, մինչ նրանք փայփայում էին Արմենին, խրախուսելով նրա ծուլությունը։ Եվ հիմա, երբ նրանք վերջապես բախվել էին իրենց որոշումների հետևանքներին, ես դարձա վատը, բայց այս անգամ ես չէի պատրաստվում տրվել դրան։ Ես պատասխան գրեցի. Դուք ինքներդ հասկացրել եք, որ ես ընտանիքի մաս չեմ, երբ ինձ դուրս եք թողել կտակից։ Հիմա թող Արմենը հոգ տանի ձեր մասին։ Ես ուղղակի լսում էի մտքում, թե ինչպես է մայրս թատերականորեն բացականչում, ինչպես միշտ անում էր, երբ ցանկանում էր իրեն զոհ ներկայացնել, նույնիսկ եթե սխալ էր։ Մի քանի րոպե անց եկավ հաղորդագրություն հորից, եւ այն ստիպեց արյունս եռալ։ Մենք շատ բան չենք խնդրում, պարզապես օգնի հիփոթեքով եւս մի քանի ամիս, մինչեւ մենք հաշվենք։ Եվ իր էգոիստ բառն ուղղակի ստիպեց արյունս եռալ։ Ես տարիներով նրանց դուրս էի բերում ֆինանսական փոսերից, զոհաբերելով իմ փողը, ժամանակը եւ ուժերը, որ նրանց կյանքը թեթև լինի։ Ես արել էի այն ամենը, ինչ պետք է աներ լավ որդին։ Իսկ ինչով նրանք ինձ շնորհակալություն հայտնեցին, ինձ ոչնչով թողեցին։ Եվ հիմա, երբ ես վերջապես որոշեցի պաշտպանել ինձ, ես էի էգոիստը։ Ես սեղմեցի ատամներս, խորը շունչ քաշեցի եւ պատասխան գրեցի ոչ։ Ինձնից բավական է։ Դրանից հետո ես պարզապես անջատեցի հեռախոսս։ Նրանք արել էին իրենց ընտրությունը։ Հիմա նրանք պետք է ապրեին դրա հետ։
Լռությունը տևեց ուղիղ 1 օր։ Ես գիտեի, որ ծնողներս այդքան հեշտությամբ չեն հանձնվի, բայց դրան ես պատրաստ չէի։ Հաջորդ առավոտ արթնացած անուցումից դրամական փոխանցման հետ կապված ես խոժոռվեցի, հեռախոսս բացեցի եւ նայեցի մորից էր։ Նա բառացիորեն ուղարկել էր ինձ դրամական փոխանցման հարցում։ Կարծես ես բանկոմատ լինեի։ Գումարը $3000։ Ես նայում էի էկրանին, կիսով չափ ապշած, կիսով չափ ծիծաղելով այդպիսի հանդգնությունից։ Ոչ մի հաղորդագրություն, ոչ մի բացատրություն, պարզապես սառը, անամոթ պահանջ։ Ճիշտ այն գումարի, որն անհրաժեշտ էր հիփոթեքի ժամկետանց վճարումը փակելու համար։ Նրանք նույնիսկ չէին հարցնում, պարզապես որոշել էին, որ ես կվճարեմ։ Ես առանց վարանելու մերժեցի հարցումը։ 5 րոպե չանցած հեռախոսս զանգեց։ Մայրս էր։ Ես չպատասխանեցի։ Եկավ հաղորդագրություն. Հակոբ, ես գիտեմ, որ դու տեսել ես հարցումը։ Ինչու մերժեցիր։ Ես չշտապեցի պատասխանել։ Վերջապես գրեցի, որովհետև դա իմ պարտականությունը չէ։ Փորձեք Արմենին։ Եվս մեկ զանգ, մերժված։ Նոր հաղորդագրություն. Հակոբ, մենք կկորցնենք տունը, եթե դու մեզ չօգնես։ Հիմա դա արտակարգ իրավիճակ է, մտածեցի ես։ Այս բոլոր տարիներին, երբ ես նրանց քայլող դրամապանակն էի, եւ հիմա նրանք վերջապես զգացին իրենց ընտրության հետևանքները։ Ես պատասխան գրեցի, պետք է դրա մասին մտածեիք ավելի վաղ, երբ որոշեցիք, որ ես ձեզ համար կարևոր չեմ։ Մի քանի վայրկյան անց եկավ հաղորդագրություն հորից. Դու իսկապես թույլ կտաս, որ քո ծնողները մնան առանց տան։ Ես բարձր ծիծաղեցի։ Մանիպուլյացիան այնքան ակնհայտ էր, որ նույնիսկ զվարճալի էր։ Նրանք կործանված չէին, ոչ ոք նրանց փողոց չէր հանում։ Նրանք պարզապես չէին ուզում ձեռք տալ իրենց խնայողություններին, որովհետև սովոր էին, որ ես ամեն ինչ վճարում եմ։ Ես անտեսեցի նրանց մինչև օրվա վերջ, բայց երեկոյան գրեցի Արմենին. Արմեն եղբայր, պարզապես ուղարկիր նրանց փողը։ Դու մժից փիղ ես սարքում։ Ես սեղմեցի ատամներս։ Իսկապես նա որոշել է ինձ դասեր տալ, մտածեցի ես։ Ես պատասխանեցի, դու նկատի ունես այն փողը, որ դու ես ժառանգելու։ Դե ինչու չվճարես։ Պատասխանը եկավ անմիջապես. Հակոբ, դու գիտես, որ ես հիմա այդպիսի փող չունեմ։ Ահա, հիմա է խնդիրը դա է, մտածեցի ես։ Երբ ես ծախսում էի իմ խնայողությունները նրանց վրա, դա նորմալ էր, բայց հենց նրա հերթը հասավ, հանկարծ պարզվեց, որ փող չունի։ Ես գրեցի. դե եղբայր, կարծում եմ պետք է ինչ-որ կերպ հաշվես։ Ի վերջո քեզ են ընտրել։ Պատասխան չեղավ։ Ես քնեցի, անսպասելի թեթևության զգացումով։ Ես վերջապես կոտրել էի այդ շղթաները, բայց հաջորդ օրը ամեն ինչ միայն վատացավ։ Ես աշխատավայրում էի, երբ ինձ զանգեցին տան ընդունարանից. Հակոբ, քո ծնողները եկել են։ Ես գրեթե հեռախոսս գցեցի։ Ինչ, մտածեցի ես։ Աղջիկը մյուս կողմից ասաց, նրանք ասում են, որ շտապ է, եւ դու չես պատասխանում զանգերին։ Աստվածին, մտածեցի ես։ Նրանք իսկապես եկել էին իմ տուն, պարզապես որովհետեւ ես դադարել էի վճարել նրանց հաշիվները։ Ես խորը շունչ քաշեցի, սեղմեցի քիթս եւ ասացի չթողնեք նրանց ներս։ Ես նրանց չեմ սպասում։ Կարճ, անհարմար դադար եղավ։ Նրանք մի քիչ համառում են։ Ինձ չի հետաքրքրում, թող հեռանան, ասացի ես։ Անմիջապես հաղորդագրություն եկավ մորից. Հակոբ, մենք ներքևում ենք։ Բացիր դուռը։ Ոչ մի հարց, ոչ մի բացատրություն, պարզապես եւս մեկ պահանջ։ Ես չպատասխանեցի։ Եկավ եւս մեկ հաղորդագրություն. մենք չենք հեռանա, մինչև չխոսենք քեզ հետ։ Ես կտրուկ արտաշնչեցի եւ հաշմանդամի սայլակին նստեցի։ Նրանք չեն պատրաստվում հանձնվել, մտածեցի ես։ Դե ես պատրաստ էի նրանց դաս տալ, որը նրանք երբեք չեն մոռանա, որոշեցի։ Ես վերցրի բանալիներս եւ իջա ներքև։ Ամեն քայլով զայրույթս աճում էր։ Ես չէի վախենում։ Ես վրդովված էի։ Ինչպիսի հանդգնություն է պետք ունենալ, առանց հրավերի գալ իմ տուն, փող պահանջել, կարծես ես իրենց անձնական բանկոմատն եմ, մտածում էի ես։ Նրանք նույնիսկ նախապես չէին զանգել, ներողություն խնդրելու փորձ անգամ չէին արել, պարզապես լիակատար, անամոթ ճնշում։ Նրանք իսկապես մտածում էին, որ կարող են ինձ անկյուն մղել եւ ստիպել հնազանդվել, կարծես ես փոքր երեխա եմ։ Զայրանում էի ես։ Ես կտրուկ բացեցի դուռը։ Եվ ահա, հայրս եւ իհարկե Արմենը կանգնած ուսուսի։ Կարծես ընտանեկան միջամտություն էին պատրաստվում կազմակերպել։ Մայրս ձեռքերը խաչել էր կրծքին։ Նրա ֆիրմային դատու հայացքը լիովին ակտիվացված էր։ Հայրս կանգնած էր լարված դեմքով, ձեռքերը գրպաններում։ Նրա հայացքում խառնվել էին հիասթափությունն ու գերակայության զգացումը։ Կարծես նա չէր կարող հավատալ, որ ստիպված էր անձամբ զբաղվել դրանով։ Իսկ Արմենը, այդ զրուկը, հանդգնություն ուներ ձանձրացած տեսք ընդունելու։ Կարծես այդ ամենը նրան ընդհանրապես չէր վերաբերում։ Կարծես նա այս ամբողջ խառնաշփոթի պատճառը չլիներ, մտածեցի ես։ Հենց մայրս ինձ տեսավ, նա միացրեց լիարժեք դրամատիկ ներկայացում. Հակոբ, վերջապես, մեզ պետք է խոսել։ Ես հենվեցի դռան շրջանակին, ձեռքերս խաչելով կրծքիս, ոչ, ձեզ պետք է հեռանալ։ Նա թարթեց աչքերը, կարծես ֆիզիկապես չէր կարողանում հասկանալ, թե ինչ էի ասել։ Դու ամեն ինչ ճիշտ լսեցիր, ասացի ես։
Իմ ձայնը հանգիստ էր, վերահսկվող, բայց ամուր։ Դուք չեք կարող պարզապես գալ իմ տուն եւ փող պահանջել։ Դա խելագարություն է։ Հայրս կտրուկ հառաչեց։ Դու իսկապես թույլ տտաս, որ մենք կորցնենք տունը ինչ-որ մանր վիրավորանքի պատճառով։ Ես սառը ծիծաղ արձակեցի, մանր վիրավորանք։ Ես մեկ քայլ առաջ արեցի։ Դու նկատի ունես այն, երբ դուք որոշեցիք, որ ես բավական լավն եմ ձեր հաշիվները վճարելու համար, բայց ոչ այնքան լավ, որ կտակում լինեմ։ Այդ վիրավորանքը, մայրս բացականչեց, ձեռքը սեղմելով կրծքին։ Դա արդար չէ, մենք պարզապես արեցինք այն, ինչ լավագույնն էր ընտանիքի համար։ Ես գլուխս թեքեցի նրան նայելով ակնհայտ հետաքրքրությամբ, ընտանիքի համար լավագույնը։ Դու նկատի ունես, լավագույնը Արմենի համար։ Այդպես էլ ասա, նռություն, խուլ, ծանր լռություն։ Արմենը, որ մինչ այդ կասկածելիորեն լուռ էր, վերջապես որոշեց բերանը բացել։ Լսիր, եղբայր, ես ընդհանրապես չեմ ուզում խառնվել սրան։ Ես շրջվեցի դեպի նա եւ վերջապես ազատություն տվեցի կուտակված զայրույթիս։ Ոչ, դու պարզապես նստած ընդունում էիր ամեն ինչ, ինչ քեզ մատուցում էին։ Արմեն, գտիր, գրողը տանի, աշխատանք, ասացի ես։ Նրա դեմքը միանգամից կարմրեց, եղբայր, դու կատակում ես։ Դու ինձ հիանալի լսեցիր, պատասխանեցի ես։ Ես մեկ քայլ առաջ արեցի, ուզում ես ժառանգել տունը, վարվիր որպես տանտեր, ուզում ես լինել ոսկե տղան, վճարիր նրանց, գրողը տանի, հաշիվները։ Ես ուղղվեցի ձեռքերս խաչելով, ես ավարտեցի ձեր անձնական բանկոմատը լինելը։ Արմենը հայացքը հեռացրեց, հանկարծ հետաքրքրվելով ասֆալտով։ Մայրս խորը շունչ քաշեց, ակնհայտորեն պատրաստվելով հույզերի նոր ալիքին։ Նա քո եղբայրն է։ Ես գլխով արեցի։ Այո, եւ ես նրան աջակցել եմ ավելի երկար, քան դուք երբևէ։ Որ դեմքը սկսեց կարմրել, ես անկեղծորեն ծիծաղեցի, դա հեգնական է, գիտեք։ Ես ձեռքով ցույց տվեցի նրանց։ Դուք երկուսով որոշեցիք, որ Արմենն արժանի է ամեն ինչին, իսկ ես ոչինչի։ Ես մոտեցա։ Իսկ հիմա, երբ ստիպված եք վճարել ձեր ընտրության համար, փորձում եք ստիպել ինձ ամեն ինչ ուղղել։ Ես գլուխս թափ տվեցի, չի ստացվի։ Մորձայինը կոշտացավ, մենք մտածում էինք, որ դու այս իրավիճակում կլինես հասուն։ Ես հոնքս բարձրացրի, հասուն։ Դու նկատի ունես լուր կուլ տալ դավաճանությունը եւ շարունակել վճարել ձեր հաշիվները։ Ես գլուխս թափ տվեցի, եկեք չխաբենք իրար մամ։ Հենց դա էիք ուզում, ավելացրի ես։ Հայրս մեկ քայլ առաջ արեց, փորձելով ճնշել ինձ, ինչպես անում էր։ Երբ ես երեխա էի, Հակոբ, մենք քեզ մեծացրել ենք։ Մենք քեզ կերակրել ենք, հագցրել, տվել ենք ամեն ինչ, ինչ դու ունես։ Նա օնքերը բարձրացրեց, հիմա կարող ես օգնել մեզ։ Ես հայացքով հանդիպեցի նրան, ես արդեն օգնել եմ տարիներ շարունակ։ Ես մոտեցա, իսկ դուք ինչ շնորհակալություն հայտնեցիք, ջնջելով ինձ։ Մենք մտածում էինք, որ դու կհասկանաս, ասաց նա։ Ես ծանր արտաշնչեցի, գլուխս թափ տալով։ Օ, ես ամեն ինչ հասկացա։ Ես նրանց նայեցի։ Ես հասկացա, որ ձեզ համար ես երբեք ընտանիք չեմ եղել, միայն դրամապանակ, կրկին լռություն, բայց հիմա այն խեղդող էր։ Արմենը ձևացնում էր, թե այստեղ չէ, իսկ դու ընդհանրապես արդարացում ունես։ Ես ձեռքերս խաչեցի, դու տարիներ ունեիր հասունանալու, քո կյանքը ձեռքդ վերցնելու, գոնե ինչ-որ բան անելու համար, բայց դու չարեցիր, ավելացրի ես։ Ես դադար առա, ապա նրա աչքերին ուղիղ նայելով, ասացի վերջին բանը, որ ունեի ասելու, որովհետև դու գիտեիր, որ նրանք միշտ կհոգան քո մասին։ Ես աչքերս կկոցեցի, իսկ երբ նրանք չլինեն, դու պարզապես հաշվում էիր, որ ես կստանձնեմ դա։ Ինչ ես ուզում որ ասեմ, վերջապես պայթեց Արմենը։ Ես դա չեմ խնդրել։ Ես դանդաղ գլխով արեցի։ Ճիշտ է, դու չես խնդրել։ Դու պարզապես օգտվել ես, ավելացրի ես։ Նրա բերանը բացվեց, բայց անմիջապես փակվեց։ Նա ասելիք չուներ։ Մայրս վերջին փորձն արեց, ճնշելով խղճահարության վրա։ Մենք ընտանիք ենք։ Ես երկար նայեցի նրան, ապա դանդաղ պատասխանեցի, հենց այդպես։ Ինչու դուք երբեք չեք հոգացել իմ մասին։ Նա քարացավ, ոչ մի բառ, ոչ մի արդարացում, ոչինչ։ Ես խորը արտաշնչեցի, զգալով ինձ ավելի թեթև, քան վերջին տարիներին։ Մենք ավարտեցինք։ Ես շրջվեցի, մտա բնակարան եւ դուռը փակեցի նրանց քթի առաջ։ Դեռ բազմոցին չէի հասել, երբ հեռախոսս թրթռաց, հաղորդագրություն մորից։ Հակոբ, դու իսկապես մեզ կլքես։ Ես ժպտացի, գրեցի պատասխան, ոչ, դուք եք ինձ լքել։ Ես պարզապես վերջապես ընդունել եմ դա։ Սեղմեցի ուղարկել եւ արգելափակեցի նրանց համարները, բայց ես նույնիսկ չէի կասկածում, որ դա միայն կսրի իրավիճակը։ Մեկ օրից էլ պակաս ժամանակ անց ամեն ինչ դուրս եկավ վերահսկողությունից։ Ես սկսեցի նկատել գրառումներ Facebook-ում։ Իմ ծնողները երբեք տեխնոլոգիաների մեջ առանձնապես առաջադեմ չէին, բայց ինչ-որ կերպ գիտեին, թե ինչպես դրամասարքել։ Սկզբում մտածեցի, որ դա պարզապես հերթական թատերական ներկայացում էր, քանի որ դա նրանց ոչն էր ընտանեկան խնդիրները հանրայնացնել, բայց որքան շարունակում էի թերթել լրահոսը, այնքան ավելի էի հասկանում։
Խոսքը ոչ միայն այն մասին էր, որ ես դադարել էի նրանց փողով ուքնել։ Գրառումները քողարկված էին ընտանեկան սիրով, բայց դրանք իմ հասցեին թաքնված հարվածներ էին։ Մայրս գրել էր ինչ-որ բան այսպիսի ոճով. ես ոչ թե այդպես եմ դաստիարակել իմ որդուն։ Մեկնաբանություններում նրա ընկերուհիները գրում էին, որ ես հիասթափություն եմ եւ բոլորովին մոռացել եմ, թե ինչն է կարևոր կյանքում։ Հայրս էլ ավելացրեց իր խոսքը. իսկական ընտանիքը չի լքում միմյանց դժվար պահին։ Մենք ամեն ինչ տվել ենք մեր երեխաներին, իսկ հիմա ստանում ենք այսպիսի շնորհակալություն։ Մեր որդին, ով պետք է օգներ մեզ, ընտրեց լքել մեզ, իսկ վերջում նա նշել էր ինձ, ավելացնելով պասիվ-ագրեսիվ. հույս ունեմ, գոհ ես, բայց գլխավոր հարվածը հասցրեց Արմենը։ Ես պետք է գուշակեի, որ նա չէր բաց թողնի հնարավորությունը յուղ լցնել կրակին։ Նա գրառում արեց. լիստով, ոմանք կարծում են, որ ընտանիքը միայն փողն է։ Նրանք չեն հասկանում, որ ընտանիքը սեր եւ զոհողություն է։ Ես ամեն ինչ կանեի իմ ծնողների համար, բայց որոշ մարդիկ պարզապես չեն կարողանում դա գիտակցել։ Նրանք չափազանց կենտրոնացած են իրենց վրա, որպեսզի հասկանան, որ իսկական սերը հոգ տանելն է նրանց մասին, ովքեր քեզ մեծացրել են։ Եվ իհարկե նրանք թաքուն ակնարկ էին արել իմ հասցեին։ Ես կցանկանայի, որ ինչ-որ մեկը հասկանար, թե ինչ է նշանակում լինել իսկական ընտանիք։ Ես սիրում եմ իմ ծնողներին եւ երախտապարտ եմ նրանց ամեն ինչի համար։ Հենց սա էր իմ եռման կետը։ Ես նստած էի նայելով էկրանին, լիակատար շոկի մեջ։ Ինչպես ընդհանրապես հասանք սրան։ Նրանք ամբողջովին ֆեղաթյուրեցին իրավիճակը։ Հիմա ես դարձել էի չարագործը, եսասեր որդին, ով չէր ցանկանում աջակցել իր զոհաբեր ծնողներին։ Որդին, ով չէր գնահատում այն սերը, որ նրանք տվել էին։ Ինչպես կարող էին նրանք։ Ես միշտ եղել եմ նա, ով օգնում էր։ Նա, ով երբեք չէր բողոքում։ Ինձ ստիպեցին ընդունել, որ նրանք համոզել էին իրենց, որ ճիշտ են։ Եվ հիմա բոլորին պատմում էին, որ ես եմ խնդիրը։ Ես չէի ուզում անմիջապես արձագանքել։ Ես ընդմիջում վերցրի, հանգստացա եւ սպասեցի մի քանի ժամ։ Ես չէի պատրաստվում ներքաշվել ինտերնետային խղճուկ վեճերի մեջ, բայց որքան շատ էի մտածում իրավիճակի մասին, այնքան ավելի պարզ էր դառնում։ Ես չեմ կարող թողնել այս ամենը այսպես։ Նրանք որոշել էին արատավորել իմ անունը, եւ ես պետք է ամեն ինչ իր տեղը դնեի։ Ես վերցրի հեռախոսս, բացեցի իմ անձնական Facebook-ի էջը, որը վարում էի միայն մտերիմ ընկերների եւ իսկական ընտանիքի համար, եւ սկսեցի գրել երկար գրառում։ Ես չէի պատրաստվում խաղալ նրանց խաղերը։ Չէի ուզում մանր վեճեր։ Ես ուզում էի ասել ճշմարտությունը։ Ահա թե ինչ գրեցի։ Ես լռում էի վերջին մի քանի օր, բայց այլևս չեմ կարող լռել։ Իմ ընտանիքը համացանցում տարածում է մի կույտ սուտ իմ մասին։ Նրանք ինձ ներկայացնում են որպես չարագործ, ով հրաժարվել է օգնել ծնողներին դժվար պահին։ Ժամանակն է ամեն ինչից տեղը դնել։ Ես միշտ օգնել եմ իմ ընտանիքին։ Առաջին աշխատանքը ստանալու պահից ես եղել եմ նա, ով վճարել է հաշիվները, գնել է մթերք, աջակցել նրանց ամեն հնարավոր ձևերով։ Բայց գալիս է մի պահ, երբ դու այլևս չես կարող տալ։ Եթե փոխարենը չես ստանում գոնե մի կաթիլ հարգանք։ Տարիներ շարունակ ես տեսել եմ, թե ինչպես են ծնողներս ընտրում Արմենին։ Տունը, փողը, ուշադրությունը, ամեն ինչ նրան էր հասնում։ Իսկ ինձ նրանք նույնիսկ չէին դիտարկում որպես հավասար։ Հավանաբար ձեզանից ոմանք կմտածեն, դե ընտանիքը այդպես է աշխատում, բայց ճշմարտությունն այն է, որ ընտանիքը երկկողմանի փողոց է։ Երբ իմացա, որ ծնողներս ամեն ինչ կտակել են Արմենին, հասկացա, թե որքան միակողմանի էին այդ հարաբերությունները։ Նրանք ինձ նույնիսկ մի վայրկյան չէին դիտարկել։ Նրանց համար ես պարզապես պահեստային տարբերակ էի։ Տարիներ շարունակ ես հովանավորել եմ նրանց կենսակերպը, վճարել եմ նրանց ճամփորդությունների համար, փող եմ ներդրել հաշիվների մեջ, նույնիսկ տան հարկեր եմ ծածկել, եւ ինչի համար, որ ինձ համար եմ պահեստային տարբերակ։ Ինձ հետ ամեն ինչ վերջացած է։ Ես դրամապանակ չեմ, որ կարելի է օգտագործել, երբ հարմար է։ Ես մարդ եմ, ես արժանի եմ հարգանքի։ Ես վաստակել եմ այն իրավունքը, որ ինձ գնահատեն, եւ ոչ միայն այն ժամանակ, երբ նրանց ինչ-որ բան է պետք։ Ինչ վերաբերում է Արմենին, ժամանակն է, որ նա վերջապես մեծանա։ Նա 28 տարեկան է եւ կյանքում մի օր չի աշխատել։ Նա երբեք պատասխանատվություն չի վերցրել։ Ծնողները տարիներ շարունակ խրախուսել են նրա անգործությունը, եւ զարմանալի չէ, որ նա նրանց սիրելին է։ Բայց խնդիրն այստեղ է։ Նա բավական ժամանակ է ունեցել իր կյանքը կարգավորելու համար։ Հիմա ժամանակն է, որ նա սովորի կանգնել սեփական ոտքերի վրա։ Նրանց, ովքեր հետևել են այս ամբողջ դրամային եւ աջակցել իմ ծնողներին։ Հիշեք, ամեն պատմություն երկու կողմ ունի։ Այո, ընտանիքը կարևոր է, բայց ընտանիքը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա։ Ես բավականաչափ տվել եմ իմ ողջ կյանքում, եւ չեմ պատրաստվում ներողություն խնդրել, որ վերջապես ընտրեցի ինձ։ Ես չեմ դառնում ընտանիքիս թշնամի։ Ես պարզապես դադարում եմ լինել նրանց զոհը։ Ծնողներ, ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, բայց ես այլևս ձեր ոտքերի տակ գորգ չեմ լինի։
Ես սեղմեցի հրապարակել եւ առաջին անգամ կյանքում թեթևություն զգացի։ Ես ճշմարտությունն ասացի իմ ընտանիքի մասին։ Ինչպես էին նրանք տարիներ շարունակ օգտագործում ինձ։ Ինչպես էին սպասում, որ ես միշտ լինեմ նրանց փրկիչը, բայց երբեք չէին մտածում, թե ինչ է պետք ինձ։ Ես այլևս չեմ թույլ տա, որ նրանք վերահսկեն իմ պատմությունը։ Հակոբը պատմում է, որ արձագանքը անմիջական էր։ Մարդիկ, որոնց հետ տարիներ շարունակ չէր շփվել, կապ հաստատեցին։ Նրա զարմիկները, ընկերները, նույնիսկ հեռավոր բարեկամները հավանեցին գրառումը։ Անձնական նամակներ գրեցին ասելով, որ ցավում են, որ նա ստիպված էր այդ ամենի միջով անցնել։ Դա աներևակայելի թեթևացնով էր։ Ճշմարտությունն ասել առանց մեղքի եւ մանիպուլյացիաների ճնշման, բայց հետո սկսվեց հակառակալիքը։ Ծնողներն ու Արմենը կատաղեցին. Հակոբ, դու դավաճան ես։ Իսկապես պետք էր մեր կեղտոտ Սպիտակևենը հանրության առաջ անել։ Դու ընդհանրապես ընտանիք չես հարգում, գրեց Արմենը։ Հայրը զանգեց եւ բղավեց հեռախոսի մեջ։ Դու ամեն ինչ ոչնչացրիր, Հակոբ։ Դու դեռ կզղջաս, որ կտրեցիր մեզ, կզղջաս, որ մերժեցիր ընտանիքդ։ Բայց ահա տարբերությունը։ Հակոբը ոչ մի վայրկյան չէր զղջում։ Նա արգելափակեց նրանց բոլորին։ Նա ավարտեց այդ ամենը եւ առաջին անգամ կյանքում ազատ էր։ Ազատ նրանց թունավոր ազդեցությունից, ազատ մեղավորի դերից, ազատ նրանց խնդիրները անverջ լուծելու սպասումից։ Օրերն անցնում էին, եւ Հակոբը զգում էր, թե ինչպես է իր ուսերից բեռը թեթևանում։ Նա դադարեց լինել այն մարդը, որից միայն ակնկալում էին տալ, եւ ոչինչ չստանալ փոխարենը։ Հիմա նա ազատություն ուներ ապրելու այնպես, ինչպես ինքն էր ուզում։ Ոչ, ես մեղավոր չեմ զգում, որ կտրեցի նրանց։ Ես արժանի եմ ավելի լավին։ Ես դեռ արժանի եմ ավելի լավին։ Եվ այս պահից ես ընտրում եմ շրջապատել ինձ այնպիսի մարդկանցով, ովքեր գնահատում են ինձ այնպիսին, ինչպիսին ես եմ, եւ ոչ թե այն, ինչ կարող եմ նրանց տալ։ Ժամանակն է առաջ գնալ, եւ ես դա կանեմ ընդմիշտ, ասաց Հակոբը։